Չէ, երեքը մեր ավականու ցուցակից են, մնացածին ես չեմ ճանաչում, ես շփման մեջ չեմ, գիտեմ, որ 2 կամ 3 հոգի են։ Հա, 5 մեղադրյալ, որից ես ճանաչում եմ 3-ին։ Դավթյան Արմենը, Գևորգյան Տիգրանը եւ Գևորգյան Կարենը։ Իրենք են, այո, իրենք են տները խուզարկել են, տարել են հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ հարցաքննություն է իրականացվել, չէ, Տիգրանին չեն տարել են Կարենին ու Արմենին, բայց Տիգրանից տունել են խուզարկության ենթարկել, երևի թե ինչ որ բաներ են մանեկել, չեն կարողացել գտնել, չեն տարել Տիգրանին։ Ինչ որ ընտրակ կաշառք առաջարկելու ընտրության ընթացքը խախտելու sense ինչ որ քրեական գործ է, անկեղծ ասած քրեական գործին ես ինքս լավ ծանոթ չեմ, որ փաստաբաններն են զբաղվում դրանով, փաստաբանները հայտարարությամբ հանդես կգան, բայց վստահ եմ, որ զավեշտի աստիճան է լինելու ամեն ինչ, պարզապես զավեշտի։ Իսկ իրենց ասելով երբ են այդ կաշառք բաժանել եւ այլն, երբ է դա արվել, ըստ իրավաբանների։ Ինձ թվում է դա քրեական գործով ավելի շատ կերևա, չեմ տիրապետում, բայց նման բան իհարկե չի կարող լինել, ինչ կաշառքի մասին է ընդհանրապես խոսքը։ Չեմ կարող ասել, ինչ թվում է այդ հարցին փաստաբաններն ավելի ճիշտ կպատասխանեն, էլի ծանոթանալով քրեական գործից։ Ես ինքս մի բան ասեմ, միգուցե ճիշտ չասեմ, քրեական գործ կա հարուցված, իմ խոսքով չփորձեմ վնասեմ կամ սխալ տեղեկություններ չհայտնեմ։ Բայց ձեր գնահատականն է, եթե ասեք, ըստ ձեզ ինչու է սա արվում, դուք համարում եք, որ այստեղ կա քաղաքական ուղղորդում, ինչ նպատակով, ինչ են ուզում այս փուլում։ Սա ուղիղ քաղաքական ուղղորդում է, ուղիղ, ես ասում եմ, իրենք չեն կարող վաղար շաբաթում իրենք լինելով միանձնյա իշխանության չեն կարողանում հիմա համակերպվել, որ կա մարդիկ, կա թիմ, ով ասելիք ուներ վաղար շաբաթում ու 10,000-ից ավել ձայն է հավաքել, մոտ 32,000, իրենք նաև վտանգ են տեսնում, որ 5 ամիս հետո ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այս համայնքում կան հետևյալ թիմն ունեցող, այսքան ձայն ունեցող ընդդիմադիրներ, որը իրենց շատ մեծ, այսինքն իրենք դրանից վնաս են տեսնում, դրա համար փորձում են, այսպես ասած, քրեական գործերով այս ընթացքում փորձելու են մեր թիմի անդամներին փորձել ընկճել, փորձել նեղել քրեական գործերով, որ կարողանան թիմը պառակտել, բայց դա թիմ այնքան մեծ է, որ չի ստացվելու։ Այո, ի սկզբանե իրենց, այսպես ասած, պլանը կարծես թե աշխատեց, իրենք Խոյ համայնքը միացրեցին վաղար շաբաթ համայնքին, հենց միայն այդ նպատակով։ Դուք որ ընտրության արդյունքները տեղամասային նայեք, կտեսնեք, որ Խոյ համայնքի իրենց հաղթանակը, այսպես ասած, ընտրապայքարի հիմնական ձայները բերել են Խոյ համայնքից, խոշորացված համայնքից, որտեղ ունեցել են վարչական մեծ ազդեցություններ, իրենց վարչական ղեկավարների, աշխատակիցների միջոցով, ամբողջ քվեարկության ընթացքում եւ օրեր առաջ փորձել են մարդկանց կոնտրոլ անել եւ քվեարկության ընթացքում են փորձել տարբեր մեթոդներով, տարբեր ստերով, տարբեր կեղծիքներով ամեն դեպքում իրանց մոտ այդ պլանը կարծես թե աշխատեց եւ այստեղ նաեւ կա երկրորդ կողմը, որ Խոյ համայնքը ամեն դեպքում մենք մի փոքր մեր թիմի համար նոր էր Խոյ համայնքը, մենք Խոյ համայնքի շատ բնակիչներ մեզ չէին, անձամբ ինձ չէին ճանաչում, որովհետեւ 5 Սեչմիածնից եմ, սա նույնպես դեր խաղաց եւ իրենց կարծես թե այդ պլանը որ գծել են, այդ պլանով էլ շարժվեցին առաջ, բայց վստահ եմ Խոյ համայնքի բնակիչները շատ կարճ ժամանակ հետո զգալու են, որ իրենք ձայնը տվել են այն թիմին, ով տարիներով իրենց ուղակի հարկերի, տուրքերի տակ է դրել, կեղեքել է, շարունակելու են այդ թիմը մեծ թափով շարունակելու է այդ գործը։ Խոյ համայնքի բնակիչները կարճ ժամանակ հետո իրենք փոշմանելու են։ Ինչ վերաբերվում է Մայրաթորին, ես ընտրապայքարը սկսելու իմ առաջի հարցազրույցում ասել եմ հստակ, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հասավ հաջողության, հաջորդը անմիջապես լինելու է գրոհը դեպի Մայրաթոր եւ կարծես թե Նիկոլ Փաշինյանը դա ընտրությունների հաջորդող առավոտյան հենց ինքը փաստեց, հենց ինքը Facebook-յան գրառման միջոցով ասեց, որ մենք նոր լիցքեր ստացանք հայ առաքելական եկեղեցու դեմ մեր պայքարը շարունակելու համար։